Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Մինչ այս պահը դեռ նկարահանումները շարունակվում են, բայց ինչպես նախորդ սերիայում արդեն նշել էինք, դերասանների մի մասն ավարտել են իրենց նկարահանումները։ Հեռուստասերիալում սպասվում է հարսանիք, Դարի հարսանիքը, ինչպես ասել է Դիանա Գրիգորյանն, ով այս հեռուստասերիալի սցենարիստ ու պրոդյուսերն է։ Հեռուստադիտողներն անմիջապես կռահել են, որ այդ հարսանիքը Հենրիի ու Անգելինայի միջև է, և կարծեք թե նախորդ սերիայից այդ ծիլերն են դրվել։ Բետին Հենրիի դեմքին ասաց այն, ինչ արժանի էր Հենրին։ Իհարկե հեռուստադիտողներն էլ են կարծում, որ Բետին շատ ճիշտ վարվեց։ Հենրին հեռուստասերիալի սկզբում գլխավոր հերոս լինելով միանգամից սիրվեց հեռուստադիտողների կողմից, բայց հիմա, երբ նա դժբախտացրեց Բետիին, երբ խաբում է Աննային ու Անգելինային, հեռուստադիտողների աչքին դարձել է Միքայելի ու Հենդոյի գեները շարունակող։ Արդյոք ճիշտ էր, որ նա պետք է հանդիպեր Բետիին, դժբախտացներ նրան զրկեր մայրանալու հնարավորությունից ու որոշեր իր կյանքը դասավորեր։ Ով ունի դրա իրավունքը։ Գրեք ձեր կարծիքները։ Այդտենց չի։ Աշուս ինքան փող կլիներ հիմա։ Նա սով առաջունքի։ Ով։ Այս կամեն։ Հա, սեմախը։ Ակիզով ասից։ Մերին։ Իդեպ շուրջ 6 տարի է, ինչ ես վարում եմ իմացիր ավելին գիտա հանրամատչելի ճանաչողական հաղորդաշարը և հիմնականում ուր որ գնում եմ, մասնավորապես ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից, մանկավարժների կողմից, ավուխելացի շատ կարգին մարդկանց կողմից ստանում եմ միայն դրական խոսքեր և նորագնական խոսքեր։ Հիմա հետաքրքիր է։ Այդ ձեր շատ հետաքրքիր ղորքող, խորհուրդ պարունակող գնաբանություններում, բայց ինչու չեք գրում։ Ինչ լավ է, որ վարում եք այդ հաղորդաշարը։ Ինչ լավ է, որ հիշում եք մեր մեծերին։ Ինչ լավ է, որ մեր երիտասարդներին ծանոթացնում եք մեր մեծերի գործերին։ Ինչ լավ է, որ մենք կարողանում ենք ձեր հաղորդաշարերի միջոցով ծանոթանալ օրինակ մեր վանքերի, մեր եկեղեցիների պատմությանը եւ այլն, մենք շատ բաներ ենք մեր վանքերի, մեր եկեղեցիների պատմությանը եւ այլն, մենք շատ բաներ ենք ներկայացրել։ Բայց ինչու չեք գրում։ Չեք կարողանում։ Ինչ որ մի բան ներսում խեղդում է, չէ՞։ Չեք կարողանում դա ասել։ Մաղձն է այդքան շատ։ Թոթափեք ձեզ, ապրեք այս կյանքը, լսեք լավ երաժշտություն, մեկ եկեք ձեր աչքերը, լսեք լավ երաժշտություն և հարց տվեք ձեզ, ինչ կար, ինչ եք թողել և ինչ պետք է թողեք ձեր ներսում, ավելի լավ արեկեցիք, եղեցիք ապրելու համար, լավ ու գեղեցիկ օձես, երկար մտածեք չդիմացինի վիրավորվելը երկար մտածեք։ Ես հասկացա, որ ես մամայիս եմ քաշել և Կարուձևի հետ սեր ունեմ, ուղղակի պետք է դրան ժամանակ տրամադրել, գնալ սովորել։ Միած սերիալ էի նայում, այնքան լավ ներիսպանականներ, կոչվում էր Գալերեա Վիլվետ, հավեստ բաներ կարաք նայեք, մի խոսքով էդ որ նայում էի, ոգևորվել էի։ Լավ, ինչ որ արեք, ավիճը վերցնում ենք, ստեղ սենց գծենք, որ հասկանանք էլի, ուրիշ կողմ չկարենք ու այսինց որոշել եմ ներս դնեմ այս շորը, եթե հաղորդմանը հանկարծ այս շորը հագա, հիշեք, որ միասին ենք, պերիդիել արել։ Վերջ։ Շնորհակալություն ուշադրության համար, շատ կարևոր սթորի էր էլի։ Սիրելիներ, քանի որ պարապա մնացել Լիլիթը, որովհետև բուժքույն ուշանում, այսինքն ժամադրել եմ, այո։ Ես որոշեցի ձեզ կիսվեմ մի հետաքրքիր ինֆորմացիայով։ Ես քանի ժամանակ, ինչքան ժամանակ, ես ուզում էի գրական այս երգերը որ կան մեր շտը, գիտեք, երգերը, փոխեմ ախրկելագերերով երգենք, էլի, խնդելու գլի։ Հիմա ես ասած ինչ է, որոշել եմ այդպես բանը մտածել եմ ենին։ Առաջինը մտքիս եկավ այս վերջին երգը, էլի, գնաց։ Այ
քոդդ ինձի հիշես նեգը թոնի հոդը Պարապությունը գարշանի բան է Վայ, այնքան օրս նենց լավ է սկսվել, ուրեմն դուրս եմ եկել գնում եմ տուն ու գեղեցկուհի Գայանեն հիմա չի ուզում նկարվես, բայց ոչինչ մենք հետո կնկարվենք։ Ինձ հենց գեղեցիկ ծաղկե փնջերը նվիրեց։ Շնորհակալ եմ շատ, իմիջիայլոց առաջին անգամը չի, հենց այստեղով անցնում Գայանեն ինձ գեղեցիկ ծաղկե փնջա նվիրում ու օրս դարձնում է տոն ուղակի, հենց այնքան հաճելի է։ Չպլանավորված աղջիկական հավես անակնկալներ ստանալը։ Շնորհակալ եմ շատ, ձեզ լավ օր։ Մերսի։ Ես էլ ձեզ։ Այսօր ինձ կրկին հյուր են չէին սպասում հաղորդումից, այս անգամ Վահանն է եկել հյուր Դավիթի հետ։ Վահան հետ միասին ենք սովորել ինստիտուտում։ Հա? Խափում է։ Ես իրան շատ եմ սիրում, իրան Սա էլ Դավիթը, ողջույն, սիրուն լավ հաղորդում ենք, հաջորդ կիրակի, Ժամը 12-ին։ տենց արագ եք աշխատում, հիասքանչ, հաջորդ կիրակի չէին սպասում, այս անգամ քաղցած չեն եկել, այս անգամ եկան տունը նկարեցին։ Օրը նոր է սկսվել, բայց արդեն իմ վազվզոցը սկսվել է, որովհետև առավոտյան նկարահանման էի, հիմա վազում եմ ստուդիա դասի փոքրերի մոտ, հետո պիտի վազեմ մեր երկրորդ մասնաճյուղ, որովհետև այնտեղ էլ ունենք այսօր դաս, իսկ ովքեր չգիտեն ասեմ, որ մեր երկրորդ մասնաճյուղը գտնվում է Ադոնց 6-1 հասցեում, ինֆորմատիվ story եղավ, ուրիշ բան էի ուզում ասել, ուրիշ բան եմ ասել